Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Նմարաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխչյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որովհետև դրա նախադեպը արդեն ունենք ոչ մեկ անգամ։ Միանշանակ։ Այս անգամ ուզում եմ խոսենք կնոջ հիգիենայի մասին եւ շեշտադրումները տանենք նրան, որ իսկապես առողջությունը սկսվում է նաեւ հիգիենայից եւ նույնիսկ հիգիենայի մեջ մտնում են տարեկան ստուգումները։ Հենց այս համատեքստում եմ այսօրվա զրույցն ուզում, այսպես ասած, ծավալենք եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ կան բաներ, որ մենք անում ենք առօրյայում, որոնք մեզ թվում է, որ մենք ճիշտ ենք անում, բայց այո, կան շատ բայցեր, այսօր իրանք օրորի շատանում են, որովհետև շատանում է նոր միջոցների կիրառումը, շատանում է մարքեթինգը, շատանում է գովազդը եւ կանայք շատ հաճախ գնում են թերի եւ սխալ ուղղությամբ։ Իմիջիալոց շատ հետաքրքիր նախադասություն ասեցիք հիգիենան եւ հետո առողջության պրոֆիլակտիկ զոնումները, կարելի ասել նաեւ առողջության հիգիենան, որովհետեւ շատ հետաքրքիր բառակապակցություն է ստացվում, կարելի է կիրառել։ Ինչ վերաբերում է հիգիենային, իրոք այսօր շատ են շեղվում ճիշտ ճանապարհից մեր աղջիկները, երիտասարդները, իդեպ նաև տարիքով մեծ կանայք, արդեն կլիմակտերիկ շրջանում, կարծես թե ամբողջ կյանք կիրառում են որևիցե միջոցներ, սակայն մտնում են դեղատուն եւ դեղատան աշխատող առաջարկում է շատ լավ միջոցներ, որոնք կարող են բուժել գրեթե ամեն ինչ եւ կինը այլևս ոչ մի բանով չի հիվանդանում։ Հիմա եկեք գնանք հերթով։ Նախ անատոմիկ, եթե մենք դիտարկենք միզուկ, հեշտոցամուտք եւ հետանցք։ Իրանք գտնվում են շատ մոտ։ Հեշտոցը խոնավ միջավայր ունի, առողջ հեշտոցը անկախ տարիքային խմբից կլիմակտերիկ շրջանում առաջանում են ատրոֆիկ փոփոխություններ, ավելի չոր միջավայր է լինում, սակայն միևնույնն է ինքը նպաստող պայման է։ Նպաստող պայման բակտերիաների, ինֆեկցիաների, վիրուսների զարգացման համար, առավել եւս բակտերիաների, այսինքն խոնավ միջավայրում, որտեղ գրեթե չկա օդ անաերոբ բակտերիաների համար շատ լավ միջավայր եւ ամենակարևորը, որ ամիսը մեկ անգամ լինում է արյունային արտադրություն։ Իսկ արյան մեջ բոլորս գիտենք բակտերիաները շատ ավելի լավ են զարգանում։ Հետևաբար հիգիենան այնքան կարևոր է, որպեսզի այդ անատոմիան հաշվի առնելով, հեշտոցի առանձնահատկությունները հաշվի առնելով մենք չունենանք բարդություններ, բորբոքային պրոցեսներ, բակտերիալ վագինոզներ եւ այլն։ Եղանակային որոշակի առանձնահատկություններ կան, թեկուզ հիգիենայի, այսպես ասած, սկզբունքներից ելնելով։ Այո, կան։ Այստեղ եղանակայինի հետ եկեք ջերմայինը նաև նկատի ունենանք, մասնավորապես, այո, որովհետև ջերմային ռեգուլյացիան ամբողջական օրգանիզմի, նաև ինտիմ զոնայի շատ կարևոր է։ Եվ մազածածկույթը, որը կա բնական եղանակով բոլորի մոտ լինում է, դա պետք չի վերացնել ամբողջովին։ Երբ որ այդ թեմայով խոսում ես, հիմնականում լինում են շատ տարբեր աղջիկների կողմից արձագանքներ, զարմանք։ Այո, կարճացնել, հիգիենային հետևել եւ այլն, բայց ոչ վնասելով մաշկը հեռացնել մազածածկույթը, որովհետեւ դա անելով մենք վերացնում ենք պաշտպանիչ շերտը, մենք վերացնում ենք նաեւ այդ ջերմայինին եմ գալիս, ջերմային որոշակի ստաբիլության երաշխիքը ինտիմ զոնայում եւ դա կարող է արձագանքել հետագայում արդեն որոշակի խնդիրներով։ Շոկ եղանակին իհարկե միանշանակ էլի հաշվի առնելով հեշտոցամուտքը, անատոմիան եւ խոնավությունը, արյան առկայությունը պետք է մաքսիմալ փորձել չստեղծել նպաստավոր պայման, այսինքն հագնելով տաբատներ, ջինսի տաբատ, տաք որոշակի ներքնազգեստ հարաբերական, դա ստեղծվում է իհարկե էլի նպաստող պայման բակտերիաների համար։ Ստրինգը անկախ եղանակի պայմաններից, ստրինգերը դա ներքնազգեստի ընտրության հետ կապված նույնպես պետք է ուշադրության կենտրոնում լինեն, կարելի է հաշվի առնելով շորը, որ Չերևան հիմնականում այդ նպատակով բացառությամբ, բայց ոչ ամենօրյա, որովհետև այդ դեպքում նույնպես ամբողջովին բաց է ճանապարհը դեպի հեշտոցամուտք եւ բակտերիաների համար ստեղծվում է այլ շատ լավ նպաստող պայման։ Սինթետիկ ներքնազգեստը նույնպես, այստեղ ամբողջ իրականում եղանակի հետ կապ ունի, էլի դրա համար մի քիչ շեղում եմ եւ ամենօրյա պակետները, դա էլ ցանկալի չի օգտագործել, որովհետեւ իրանք ոչ թե հիգիենայի համար նպաստող են, այլ հակառակը։ Պակետի վրա մեզի կաթիլ, որքան էլ մաքուր չլինի աղիքներից միկրոֆլորան եւ նորից հեշտոցի արտադրությունը։ Իսկ հեշտոցը ինքը իրանով ունի ինքնամաքրման մեխանիզմ։
Այսինքն բակտերիաներ, լակտոբակտերիաներ, որոնք ապրում են հեշտոցում, իրանք ստեղծում են միջավայր, ստեղծում են համապատասխան pH եւ անընդհատ արտադրության արկայությունը դա նորմալ է։ Առողջ կնոջ համար սեռական հասունացումից հետո։ Բայց դա չէ նաեւ։ Առողջ ժամանակ պետք է լինի։ Եթե ընդհանրապես չկա արտադրություն, դա էլ է մտահոգիչ։ Պետք է լինի, բայց պետք է լինի ոչ տահաճ, չառաջացնի այդ տահաճությունը, այսինքն սպիտակ, անհոտ, անգույն արտադրություն, որը հենց ինքնամաքրման մեխանիզմն է ապահովում։ Եթե արտադրությունը փոխում է բնույթը, դեղնավուն կամ սպիտակ բայց խիտ, փաթիլներով եւ այլն, դա արդեն ուշադրության արժանի է։ Դա նաեւ փոխվում է ցիկլի օրվա հետ կապված։ Ամենքին կյանքի ընթացքում արդեն սովորում է, դաշտանից հետո լինում է ավելի շատ սպիտակ, հետո լորձային, հետո մի փոքր ավելի խտությունը ավելանում է, բայց պետք է չլինի տահաճ։ Եթե առաջացնում է տահաճություն, հոտ, գույնային փոփոխություն, դա արդեն ցուցում է դիմել բժշկի։ Այսինքն այդ ամենօրյա միջադիրների կիրառությունը բացառապես պետք է հանվի։ Այո, դաշտանային ցիկլից դուրս չպետք է կիրառել։ Ամենաիդեալականը դա իհարկե բամբակյան ներքնազգեստն է։ Եվ եթե կա տահաճություն, ավելի է փոխել ներքնազգեստը, բայց ոչ այդ ամենօրյաները անընդհատ օգտագործել, որովհետև այսօր աշխատող կինը կամ ուսանողը ինքը չի կարող 2 ժամը 1 ժամը 1 անընդհատ գնա փոխի, դա կստացվի պատկերացնում եք, որը 6-7 ժամ աշխատելով կամ 8 ժամ անընդհատ դու գնում ես, փոխում ես, հետ ես գալիս, դա ուղղակի դիսկոմֆորտ է։ Իսկ թողնելով ուղղակի միջավայրը լրիվ փոխվում է։ Իսկ եթե մենք սպահում ենք այդ 1 ժամ, 2 ժամը, այս դեպքում ընդունելի է։ Իմաստը չկա ուղղակի։ Եթե մի հատ էլ փաստ կա, եթե կինը օգտագործում է միջադիր, ուրեմն ինքը ունի խնդիր, ճիշտ է։ Հիմնականում Եթե միջադիրի կարիք կա, ուրեմն մարդուն անհանգստացնում է, արտադրությունը շատ է, ներքնազգեստն է կեղտոտվում, հոտ, գույն եւ այլն, տահաճություն ինքը օգտագործում է, դա փոխում է, փոխելուց հետո տպավորությունը որ ամեն ինչ լավ է, կեղծ տպավորություն։ Իսկեն եթե այդ կարիքը կա իրականում ժամը 1 փոխելու, ուրեմն կա կարիք բականալիս եւ ֆեմաֆլոր հանձնելու, այո։ Նաև ուզում եմ խոսենք հիգիենիկ միջոցների մասին։ Այսօր իսկապես շուկան բավականին լայն է, գովազդները շատ տարատեսակ են, բոլորս էլ կյանքի որոշակի этаպում դառնում ենք մարքեթինգի զոհ, որովհետև շատ հետաքրքիր ու գրավիչ փաթեթավորմամբ, լավ ներկայացմամբ տարատեսակ հիգիենիկ միջոցներ են առաջարկվում, որոնք որ միշտ չէ, որ իսկապես իրականում այնպիսին են, ինչպիսին որ ներկայացվում են, հա։ Խոսենք ամենասովորական, գուցե առաջին հայացքից տարածված սխալի մասին, թե ինչպես պետք է ճիշտ լվացումները անել։ Ջրի, օճառի եւ մնացած բոլոր այսպես ատրիբուտների մասին։ Չեք պատկերացնում ինչ կարևոր հարց է դա իրականում։ Բոլորը մտածում են, որ գիտեն, բայց շատերը սխալվում են։ Այո, նախ ջուր։ Իհարկե դա պարտադիր, որովհետև ջերմաշճանի ջուր։ Դա արդեն ընտրությամբ, որովհետև իհարկե ոչ շատ տաք եւ բացառապես չկարելի սառը։ Բայց նախ երևի թե մի հատ էլ կանդրադառնանք երբ լվացում անել, որովհետև մի հատ էլ ծայրահեղություն կա այդ առումով։ Ինչ վերաբերվում է լվացումը ծայրահեղությունների մեջ ընկնել։ Հա, դա կա, տենց բան կա մեր կանանց մոտ, ծայրահեղություն է, կամ ընդհանրապես չեն օգտագործում լվացման միջոց, նման դեպքեր լինում են, երբ որ հարցնում եմ, դե զնման ժամանակ երևում է, երբ որ հարցնում եմ, իսկ ինչով եք լվացումը անում, հնչում է պատասխան սովորական ջրով։ Այդ առաջի սխալն է, որովհետև անպայման պետք է կիրառել օճառ։ Օճառը իմ աղջիկներին ես խորհուրդ եմ տալիս վերցնել մանկական օճառ։ Որտեվ դա այն օճառն է, որը հենց ստեղծված է նուրբ մաշկի համար, իսկ ինձ իմ զոնան դա ամենանուրբ հատվածն է կնոջ օրգանիզմի մաշկային տեսանկյունից, то есть որպես օրգանիզմի հատված եւ պահանջում է նուրբ խնամք, պարտադիր խնամքը, բայց նուրբ, առանց որևիցե ագրեսիվ նյութերի։ Մանկական օճառի դեպ վերցնել ոչ թե այ մարքեթինգով արդեն անցած եւ շատ եւ գնային բարձր եւ ինչ որ շատ գովազդի ենթարկված, այլ շատ པարզ մանկական խոնավեցնող օճառներ։ Նաեւ չմոռանանք, որ տարիքային խումբը կապ ունի, որտեվ եթե երիտասարդ աղջիկա մի քիչ այլ է, եթե դա կլիմակտերիկ տարիքում կինա, երբ որ արդեն կա չորություն եւ ատրոֆիկ փոփոխություններ, դա լրիվ ուրիշ է։ Եթե խնամքը լինի ճիշտ, կանայք այդ գանգատը չեն ունենում կլիմակտերիկ շրջանում։ То есть օճառը ջուրը պարտադիր է, բայց դա պետք է չգերակշռի, քանզի 1-2 անգամ օրվա մեջ։ Կախված առօրյայից կնոջ, որտեվ կապ ունի աշխատանքի գրաֆիկը, առավոտն է, երեկոյան, գիշերը աշխատում է, թե չէ։ Դա պարտադիր։ Կա մի հատ ծայրահեղություն, որը հակառակն է, то есть ամեն անգամ լվացումը տեղ ունենում, ամեն անգամ միզիլուց հետո պարտադիր կին այդտեղ էլի գնում է ծայրահեղություն եւ մենք ունենք տեղային իմունիտետի անկում, որովհետեւ եթե անընդհատ կատարվի գիգիենայի պրոցեդուրաները, մի հատ բակտերիալ միկրոֆլորա եւ վերջ։ То есть դեռ պետք է պահպանել դա միանշանակ։ Ինչ ամեն բան չափի մեջ է գեղեցիկ։ Այ որ մանանք չափը որն անես։
Դե հիմա ասում եք, օրը 2 անգամ մաքսիմում 2 անգամ, եթե հարաբերությունա լինում, իհարկե հարաբերությունից հետո, բայց եթե չէ, կարելի է 1 անգամ լվացվել եւ վերջ, որտեվ այն ինչ արտադրվում է լորձի առումով, դա պետք է օրգանիզմին, то есть չի կարելի անընդհատ զրկել, բայց в то же время պետք է պահպանել միզուկի եւ հետանցքի հետ կապված, որպեսզի բակտերիան չանցնի։ Նույնը աղիքների ֆունկցիայից հետո պարտադիր պետք է լվացվել ոչ թե ընթացիկ զուտ մեխանիկական հետևից առաջ, այլ արժևից հետո, որպեսզի բակտերիաները չտեղափոխվեն զուտ մեխանիկայով։ Երբ որ մենք բականալիզ ենք վերցնում եւ տեսնում ենք հեշտոցում աղիքային ցուպիկ, մեծ մասամբ դա լինում է հենց ոչ ճիշտ գիգիենայի։ Կարծես թե ամեն անգամ լվացվում են, իրոք շատ մաքրասեր աղջիկներ են, բայց չգիտեն, տեխնիկապես դա կատարվում է հակառակ ուղղությամբ կամ տեղի է ունենում սեռական հարաբերություն այլ, ոչ հեշտոցային տարբերակով, դա պետք է նկատի ունենալ, то есть աղիքից տեղափոխվում է հեշտոցը իդեալական միջավայր է ստեղծվում, բակտերիան զարգանում, մենք ունենում ենք սուր կոլպիտներ, թարախային պրոցեսներ, արգանդի պարանոցի ախտարում եւ այսպես արդեն process-ը խորանում է։ Համար լվացվելը 1-2 անգամ է, то есть կախված արդեն առօրյայից։ Ամեն անգամ օճառ օգտագործելով։ Այդ 1-2-ը հարաբերությունից հետո էլ կարող են լվացվել օճառով, բայց ամեն միզելուց հետո օճառով լվացվելը դա չի կարելի, այդ միանշանակ։ Ես այստեղ նաև ուզում եմ գիտեք ուշադրություն դարձնենք մի փաստի վրա, որ մենք շատ սիրում ենք, չէ՞, ներլվացումներ անել, մենք շատ սիրում ենք մտնել դեղատուն, վերցնել որոշակի թուրմեր, դեղաբույսեր, մեզ թվում է, եթե դեղաբույս է վերջին, հա, վանկը, ուրեմն վերջ անվտանգ է, էլ չենք մտածում, որ նույնիսկ թույները էլի բնական, այսպես ասած, արմատներ ունեն, էլի ամեն ինչ պետք է, ինչպես ասեցի, ամեն բան չափի մեջ է գեղեցիկ։ Եվ սիրում ենք այդ դեղաբույսերով, ներլվացման հատուկ հեղուկներով, որոնք էլի պատրաստի գոյություն ունեն, մենք մեզ նշանակումներ անենք եւ այդ հիգիենան շատ ավելի լավ ու խորքային ապահովենք, հա։ Այո, մենք փաստորեն ասենց մեխանիզմը գնում սկզբից ախտորոշում է իրան կինը, որոշում է, բուժումը նշանակում է, մոտենման դեղատանը խորհրդակցում է եւ սկսում է։ Ու հետո գնում է բժշկի։ Ինքն սխեման մոտավոր սենց է, այո, չի կարելի։ Նախ ներլվացումներ ընդհանրապես հանում ենք, որպես вообще գոյություն չպետք է ունենան կնոջ կյանքում։ Կանխարգելիչ, այսպես արտադրությունը կա, չէ՞, կանխարգելիչ ներլվացում եմ անում։ Երիցուկով, չգիտեմ, եթե կարիք է լինում, նույն երիցուկը ինքը շատ դրական բաներ ունի եւ լինում են դեպքեր, երբ նշանակում ենք, բայց պետք է նշանակի բժիշկը։ Նշանակենք, թողեք նշանակենք։ Եթե չենք օգտագործում, որովհետեւ նորից pH-ը, թթվայնությունը, միջավայրը, լակտոբակտերիաները հեշտոցի, կինը կարող է ունենալ պաթոլոգիկ process, ուրոպլազման, գարդներելան, իրանք լինեն թույլատրելի նորմայից ցածր, լակտոբակտերիաները լինեն շատ, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք բուժում չենք անում։ Խոսքը գնում է երկի գինեկոլոգների մասին, կից մասնագետները շատ հաճախ սխալ ուղղությամբ են գնում, բայց եթե լակտոբակտերիաները շատ են, իրանք կան, իրանք պաշտպանում են հեշտոցը, գնում է ինքնամաքրման մեխանիզմը, ֆիզիոլոգիա այդ process-ը ընդհանրապես բնությանը կտրուկ դեմ գնալ չի կարելի, թողնում ենք, որ ինքը աշխատի։ Այո, եթե մենք շատ կիրառում ենք, հետո իտոգում մենք ունենում ենք վնասված լորձաթաղանթ, մենք ունենում ենք արդեն տեղային իմունիտետի խնդիր ու հավատացեք պրակտիկ աշխատանքից ելնելով այնտեղ, որտեղ լինում է շատ բուժած Զալիչին ռուսեն ավելի բաներ շատ անգամներ բուժած, շատ անգամներ վնասված լորձաթաղանթը շատ դժվար է վերականգնել հետո։ Դրա համար դա ավելի լավ է չկիրառել։ То есть ներլվացումները մոռանում ենք։ Մեկ հնչում է որ գոլ ջրով ուղակի չկա այդպես բան։ Ոչ մի գոլ ջուր, ոչ մի բան ուղակի պետք չէ անել, պետք է դիմել, եթե կա խնդիր, դուք անդադ հոտ նկատում կինը տա հաճամանավան տակ եղանակին, պետք է դիմել բժշկի, հասկանալ, բուժել եւ վերջ։ Ներլվացումները որպես այդպեսին հանում ենք։ Արտաքին լվացումների հետ էլ իրոք դեղատներում աշխատում են դեղագետները։ Ես համաձայն եմ, բայց իրանք պետք է կարող են խորհուրդ տալ, կարող են դեղը անալոգ առաջարկել, բայց ոչ նշանակել կամ ինչ որ մի բան ավելի տանել դեպի վաճառքը շատացնելու, որտեվ գիտենք, բոլորս հիմնականում մարքեթինգը ոնց է աշխատում, գալիս են ներկայացնում են լիքը խոստումներ են տալիս, որպեսզի այդ սկսի արդեն կիրառվել, բայց կիրառելուց պետք է ունենանք հստակ նպատակ, ցուցում եւ հակացուցումներ։ Իսկ ինտիմ զոնաների գելերի մասին ինչ կասեք, սրանք եւս բավականին տարածված են, ազատ վաճառքում շատ տեսակներ կան, բայց մեկ անգամ չէ, որ վստահ եմ նաեւ ձեր կաբինետում այս մասին խոսակցությունները եղել են, որ սրանց օգտագործումից հետո տահաճ զգացողություն, խոր եւ այլն։ Լինում են ալերգիկ ռեակցիաներ, ամենապարզը մեծ գելերի հետ կապված, լինում է մազահեռացումից հետո արկա խնդիրներ, որոնք սրվում են գելերի օգտագործման հետ զուգահեռ, բայց գելերին ես չասեցի, դեպի մինիմալ քիմիական բաղադրություն, դեպի պարզ ուղղակի մաքրող միջոցներ։
Դա ամենաճիշտ եւ ամենանուրբ խնամքն է։ Նույն գելերի հետ կապված օրինակ կա, չեմ ուզում բացատրել, բայց կոնկրետ դեղ, որը որպես սպրեյ է եւ լինում է բուժիչ նպատակով, շատ լավ արդյունք է տալի, բայց նույնի գելը ես խորհուրդ չեմ տալիս։ Այսինքն, եթե մենք պետքա բուժենք, մենք կիրառում ենք, եթե մենք պետքա մաքրող միջոցներ օգտագործենք, ավելի ճիշտ է օգտագործել ամենապարզ միջոցները առանց գեր խնամքի, որովհետեւ գեր խնամքը բերում է իր խնդիրներին։ Իսկ գելերից հետո չեմ ասում, որ բոլորի մոտ դա անպայման լինում է, չէ, բայց լինում են դեպքեր եւ ալերգիկ ռեակցիաներով եւ սնկային պաթոլոգիաներով եւ այդքան էլ ճիշտ տարբերակ չի ընտրության։ Ես նաև շատ լսել եմ այս մասին, հատկապես ավելի ավագ սերնդի կանանց մոտ, ովքեր էլի կանխարգելիչ, այսպես ասած, նկատառումներից ելնելով, իրենք հիմա ուզում այսպես ժողովրդական խոսքով ասել, որպեսզի բոլորին հասկանալ լինի, մարգանցովկայով լվացումներ են անում։ Կա 50+, 60+ կանայք, ես ունեմ անցած շաբաթ ենք դեպքեր ունեցել, շատ են։ Իրանք այդ մարգանցովկայով ավելի չորացնում են եւ երբ որ սկսում ես բացատրել, ասում ախր բժիշկ ջան, ինքը անտիսեպտիկ է, ինքը մաքրում է, սաղկյան կարել է։ Ու սաղկյան կանում են, գալիս ենք հասնում ենք այն վիճակի, որ ունենք, չի կարելի։ Մարգանցովկան ինքը շատ լավն է, բայց պետք է կիրառվի ցուցումներով, եթե կա համապատասխան խնդիր։ Նա մանավանդ կլիմակտերիկ շրջանում որևիցե միջոց կիրառել, որը բերում է չորության, որը բերում է գիպերախտահարման, դա չի կարելի, ինքը բերելու է ատրոֆիկ փոփոխությունների, հետո սկսում են ուրիշ գանգատների։ Մեր մոտ գալիս են արդեն միզելուց մռմռոց, ցավ հեշտոցում, վերքային մակերես հեշտոցում, մինչև խոցային ախտահարումներ հեշտոցամուտքի հատվածում։ Եթե լինում զուգորդող շաքարային դիաբետ կամ որևիցե քրոնիկ, հիմնականում դա շաքարային դիաբետը նյութափոխանակության խախտում, այդ վերքային մակերեսները ավելի են խորանում եւ ստեղծում են բավականին տահաճություն, նույնիսկ եթե չկա սեռական հարաբերություն, հեշտոցի հետ կապված դիսկոմֆորտ, ցավ, արյունային քսվող արտադրություն եւ այլն։ Չի կարելի մաքսիմալ փափուկ իրականում նուրբ խնամք, բայց ասում սա sense կտրուկ այսօրվա տարվող մարքեթինգին դեմ այում ասածները, բայց իրանք իօգուտ են բուժառույն։ Կարելի է նշանակել տարբեր 3 տեսակի գել ու նաև սպրեյ։ Ամենայն լրջությամբ եմ ասում, այս սկզբից այս լվում, հետո սրանով, այս լվացվում, հետո նրանով, հետո էլ սա փչում ես։ Ու ինչ ենք մենք հետո իտոգում ստանում։ Լավ բան չենք ստանում։ Չէ, իմաստ չկա ուղղակի։ Նաև վերջին տարիներին սոդան դարձավ, կարծես թե բուժիչ բոլոր հարցերի համար, հա։ Այո, քաղցկեղ ենք բուժում սոդայով, ամեն ինչ բուժում ենք սոդայով, հա, եւ ներքին օգտագործման եւ արտաքին օգտագործման, ու շատ հաճախ նաեւ լսում ենք հենց լվացումների ժամանակ սոդայաջրով փորձում ենք ախտահանել ու այսպես լվացումներ անել։ Որքանով է վտանգավոր սոդայի այսքան մեծ կիրառությունը։ Սոդայով ինչ ենք անում, դա շատ պարզ է։ Ինքը իդեպ բավականին լավ լուծույթ է, եթե կիրառվում է էլի ճիշտ։ Մենք pH-ն ենք փոխում։ Այստեղ կախված է ինչ վիճակում է կինը, pH-ը բարձր է թե ցածր է եւ սոդան ինչ արդյունք կտա։ Հնարավոր է ինքը տա նաեւ լավ արդյունք, բայց դա լինելու է սիմպտոմատիկ բուժում։ Դա իհարկե էլի բուժում որպես խորը բուժում եւ ախտանիշի բան չի, հեռացում չի։ pH-ի առումով համաձայն եմ, սոդան ունի գիտեմ որ ստամոքսել են բուժում սոդայով, սա կախված է ամեն ինչ բուժում են, բայց բուժում են, եթե կա այդ pH-ի համապատասխան թթվայնությունը, ինքը կբերի հակառակ վիճակին, բայց եթե հանգարց սխալ ուղղությամբ գնացինք եւ ավելի կարա հետո սոդայով լուծույթը օրինակ սարքում են շատ տարբեր ձևերի, իրական բանը չեմ ասի, այս պրոպորցիաները, որ ինքնաբուժումը չշատանա, բայց մենք լսում եմ նենց պրոպորցիաներով լուծույթներ են սարքում ու լվացվում, որ ինքը չարժի, ինքն էլ այդքան օգուտ չի տալու, լավագույն դեպքում վնաս չի տալու։ Կան պաթոլոգիաներ, որոնք կարելի է բուժել նախկինում տենց էլ անում էին, օրինակ շատ պարզ պերիկիսի լուծույթով մշակումներ են անում, իդեալական արդյունք է տալիս։ Բայց եթե այդ նույն պերիկիսով լվացումը լվացումը, հիմա չենք էլ անում մշակումներ, խոսքը գնում է 10-15 տարի առաջ, պերիկիսով լվացումները արվում էր բժշկի կողմից, հետո տեղադրվում էր մոմիկ, ինքը հոյակապ արդյունք է տալիս, բայց եթե կինը ունի ոչ այդ պաթոլոգիան, որը բուժվում է Z-պերօքսիդով, մենք կարող ենք լավ վայրել հեշտոցի լորձաթաղանթը։ Նույնը բետադինի վերաբերյալ է, որը էլի շատ հաճախ կիրառվում է պրոֆիլակտիկ, մենք էնդեմիկ զոնա ենք, մենք ունենք յոդի խնդիր, եւ միջև բետադին կամ որևիցե յոդ պարունակող դեղորայք, մոմիկ եւ այլն նշանակել է, ես միշտ գոնը հարցնում եմ եւ ստուգում ենք ՏՏԳ-ն, T3, T4-ը, որտեվ կինը կարա չիմանա ընդհանրապես ունի խնդիր թե չէ եւ միկրոդոզաներով հեշտոցից ամեն ինչ շատ լավ ու հեշտ ներծծվում է։
Այսօր նպաստող պայմաններ ստեղծենք։ Շատ են նրբությունները, իրականում շատ են, ու ինչքան խոսենք թեման բավականին ծավալուն է։ Շատ ծավալուն։ Այստեղ հիմա վստահ եմ քարերով շատ հարվածներ կստանանք, բայց պիտի տամ ես հարցը ուզեմ թե չուզեմ։ Արդեն տվել եք մի քանի հարց, շարունակեք։ Հարցերի հարցն եմ տալիս։ Մազա հեռացման մասին խոսենք, որտեղ երբ մենք խոսում ենք հիգիենայից, առաջին հերթին մտածում ենք, թե որ պիտի ամեն բան լինի հարթ, մաքուր, եւ այդպես էլ գովազդները գնում են հարթ մաշկ, բայց դուք հետո իմ կողքին եք, չէ՞, մազահեռացման մասնագետների հետ կապված, որտեղ այս ամենը հնչում է կաբինետում, շատ պարզ, հստակ, աղջիկներս ընդունում են, բայց ուրեմն հետո մի հատ էլ հաղորդում պետք է անենք ինչպես պաշտպանել բժիշկին, ինչպես պաշտպանել բժիշկին եւ ում լսել մազահեռացում կոսմետոլոգ թե լսել վսյոտիկի բժիշկին, ես չեմ ոչ մեկին վիրավորեմ, ամեն մեկ պետք է իր գործ անի, բայց եթե ինձ մոտ գալիս է աղջիկ, որտեղ արված է մազահեռացումը, նորալոսով, բայց ինքը ունի կանձիլոմաներ ու ես հարց եմ տալիս, Ազիզ ջան, դες ասել են, որ կա կանձիլոմա եւ արել են մազահեռացում, ինքը ասել են, փագեցինք, արեցինք։ Ոնց չճղայնանաս, անկախ ամեն ինչից առաջնահերթ առողջությունն է։ Պետք է, եթե նկատում են որևիցե խնդիր, գոնե տեղյակ բան։ Դա մի քիչ շեղվեց, ինչ վերաբերում է մազածածկույթին։ Առողջ միջավայր ստեղծելու համար ես միշտ խորհուրդ եմ տալի խորը բիկինին ձեռք չտալ։ Այսինքն մաշկը ամբողջովին մազահեռացում չպետք է արվի այդ հատվածի։ Մենակ խորը բիկինիի մասին է խոսքը, բիկինին հատվածը, լաբոկը, վերևը, ոտքեր, ձեռքեր ոչ մի խնդիր։ Մեկ էլ կրծքագեղձ է եւ Պարանոցի հատվածը անպայման ստուգում ենք, վանաձև գեղձ անպայման ստուգում ենք կրծքագեղձ, դա ուղղակի ալգորիթմ է, պետք է ստուգել, համոզվել, հետո անել։ Ինչ վերաբերում է ինտիմ զոնային, մազածածկույթը մաքսիմալ կարճացնել, բայց մաշկը չվնասել, որտեվ երկարատև մաշկի վնասումը բերում է մաշկի խնդիրների։ Հիմա շատ երիտասարդացել է լեյկոպլագիան, գիպերկերատոզը ինտիմ զոնայի, որովհետև վուլվայի, որովհետև իմենը անընդհատ տեղի են ունենում ինչ որ ազդեցություն, то есть դա կարա լինի տարբեր տիպի մազահեռացումը, ներառյալ շուգարինգ կամ ասեղային նույնիսկ մինչև որոնք եւ ցավոտ են եւ տրավմատիկ են։ Ուղղակի իմ խորհուրդն է խորը բիկինի հատվածին վերաբերվել նուրբ, վերաբերվել մաքսիմալ բնականը պահպանելով, սակայն կիրառելով միջոցներ կան համապատասխան սարքեր, որոնք մինչև 0.3-0.5 մմ կարճացնում են մազը, բայց մաշկը չեն վնասում։ Դա շատ կարեւոր է իրականում, որպեսզի մաշկը պահպանվի։ Հետո աղջիկները նկատում են մաշկի էլաստիկության կորուստ եւ դա հետո ոչ թե հենց մի հատ արեցիր եւ տեսար, ժամանակ է պետք։ Այսինքն եթե 18-19-ում սկսում ենք, դե 20-25-ում այդ խնդիրը սկսում է առաջանալ, մաշկի գույնի փոփոխություն։ Շատերը դա էլ ունեն։ Հետո մեր մոտ սկսում է երկրորդ этаպը մաշկի սպիտակեցում։ Իսկ ինչու անել նա, որ առաջանա խնդիր, իսկ հետո սկսել այդ խնդիրը կարգավորել։ То есть այստեղ էլի բուժառուի շահերից ելնելով ուղղակի պահպանել այդ բնական շատ կարճ, բայց մազածածկույթը լինի, չվնասել մաշկը։ Մաշկի վնասվածքը բերում է էլաստիկության կորստի, մաշկային հիվանդությունների, պիգմենտացիայի, մաշկի գույնի, այսինքն փոփոխության։ Սա որպես խորհուրդ։ Եվ ուզում եմ նաև խոսենք հիգիենայի մասին, հատկապես այն օրերին, երբ դաշտանային ցիկլի մեջ ենք։ Իհարկե նորից սա մնում է ուժի մեջ։ Լվացումները, օճառով, ջրով, քանակը չի ավելանում։ Քանակը ավելացնելու նպատակ չկա, առավոտ երեկո դա լրիվ բավարարում է։ Օրվա ընթացքում կիրառել տամպոնների հետ տեղ ուշադրություն դարձնենք, տամպոնները ոնց են աշխատում։ Դա կոմֆորտ է, արտաքինից ոչ մի դիսկոմֆորտ կինը չի զգում, տեսանելի չի։ Արյան հոսքը, բայց տամպոնը ինքը անում է, տամպանը դա փակում է հեշտոց պարանոց դեպի արյան հոսքը, այսինքն ինչ որ չափով մակարդուկները ավելի շուտ են առաջանում, ավելի շուտ կարա կանգնել, այսինքն մենք փակում ենք հոսքը եւ ամենակարևորը ինքը տամպոնը հավաքելով իր վրա արյունը, եթե կա, հոսքը չի գնում առողջ, եթե կա որևիցե բորբոքային process, ինքը կարող է նորից զարգանալ, այսինքն մենք փակում ենք, թողնում ենք, որ արյունը հավաքվի, տամպոնը իր վրա ներծծում, բայց էլի մնում է հեշտոցում, փակ միջավայրում անաերոբ ու բակտերիաները նույնպես զարգանում են։ То есть եթե պետք է կիրառել, իհարկե էլի տեղ են գնում, սիրուն շորա, պետքա չերևա, դա հարցի մի կողմն է, բայց ստաբիլ կիրառել տամպոն հենց առաջ օրվանից մինչև վերջ չի կարելի, պետքա թողնել, որ հոսքը լինի արյան։ Նաև դրանով տեսնում ես ինչ քանակի արյունակինը կորցնում, եթե ինչ որ խնդիր կա նկատելի է։ Եվ պակետները փոխել իհարկե չթողնել երկար, որովհետև դա նույնպես տհաճություն է եւ հիգիենայի կտրուկ
խախտում է։ Իսկ ընտրության հարցում ինչով առաջնորդվենք, որտեղ այսօր շուկան այնքան լայն է, երբեմն կանգնում ես խանութում ընտրություն անելու, չգիտես թե ինչի վրա ուշադրություն դարձնես, որտեղ բոլորի վրա գրված է, որ իրենք ունեն երաշխավորություն այս կամ այն ասոցիացիայի կողմից, այս կամ այն բժիշկների կողմից եւ այլն։ Լավ, ինչ սկզբունքով ընտրել։ Այդ դժվար հարց եք տալիս, որովհետեւ իրականում պետքա կինը կողմնորոշվի իր օրգանիզմի հետ խոսելիս, որտեվ կամ պակետներ իրականում, որոնք մի պահ քաղաքում օրինակ կային, հետո հիմա էլ կան առաջացնում, դրանց հետո почему-то սուգեր առաջանում, չեմ կարող բացատրեմ, չեմ կարող մեկնաբանեմ, բայց առաջանում էր սնկային, причем ձեռքբերովի շատ արագ անցնում էր։ То есть կան, որ ալերգիկ ռեակցիա են առաջացնում, կան սեփական փորձից ճիշտ է չկա։ Մի քիչ այդ առումով սեփական փորձն է, որովհետև կոնկրետ եթե մի ֆիրմա հիմա ասեմ, դա սխալ կլինի իմ կողմից, բայց կան բաներ, որ կիրառել չարժի կիրառել, եթե կան արոմատիզատորներ։ Ես ձեզ Դրանք այդքան վտանգավոր են, որ բոլոր մասնագետները հորդորում են խուսափել։ Կոնսերվանտներ են, որոնք պրինցիպի անհայտ ծագման եւ ազդեցությունը, ասենք մենք շատ փոքր քիմիական որևիցե նյութի երկարատև ազդեցությունը բջիջների վրա մեր համար ինչ որ չափով անհայտ է, ոնց կլինեն։ Ես դրա համար եմ անդադ հետ գալի նրան, որ փորձենք պահել բնականը եւ մաքսիմալ համահունչ գնալ։ Բուժել այն ինչ որ կա, պահպանելով առողջը, ոչ թե միածկզբից փչացնենք, իսկ հետո սկսենք կարգավորել, դա լրիվ անիմաստ է։ То есть կան իրականում շուկայում պակետներ, որոնք չարժի կիրառել։ То есть ես խորհուրդ չեմ տա այդ արոմատիզատորները, որովհետև իրանք անիմաստ են, նույն ձևի սպրեյ արոմատիզատորները կիրառում են, որպեսզի այդ հոտը կամ տհաճությունը չլինի, բայց չեն մտածում, որ այդ հոտի առկայությունը դա պաթոլոգիայի մասին է խոսում։ Հիմնական բակվագինոզի ժամանակ առաջանում է տհաճ հոտ։ Հեշտոցից, այսինքն նույնիսկ միզելից կինը զգում է կամ շատ հաճախ դիմեն հարաբերությունից հետո է հոտը լինում տհաճ։ Այդտեղ պետք է մտածել ինչու այդ խնդիրը լուծել եւ վերադառնալ առողջ ապրելակերպի, ոչ թե կիրառել տարբեր նորաձև, միջոցներ։ Հենց որ այդ առումով ու խորհուրդ չեմ տա նաև եթե կան երկի մի քիչ կներեք, բայց զեղչված տարբերակը վերցնել, որովհետև եթե մի ապրանքը շատ է շուկայում շատ է ու սկսում են կտրուկ գինը իջացնել կամ ժամկետի խնդիրը ինչ որ տեղի կասկածելի է, որովհետև այդ հիմնականում ես նկատել եմ, երբ որ մտնում եմ վերցնելու, նույնիսկ անծանոթ դեղատանը ինձ почему-то առաջարկում են կոնկրետ մի ֆիրմայից, չեք ուզենա մեր մոտ զեղչագործում, չէ։ Չգիտեմ ինչու, հենց իրանցից շատ հաճախ լինում են դիսկոմֆորտ ու ալերգիկ ռեակցիաներ աղջիկների մոտ, այս վերցնել այն ինչը ձեզ համար ընդունելի է, այն ինչ որ կիրառում եք, կիրառել միայն դաշտանային ցիկլի ժամանակ ըստ օրերի քանակի միշտ հետևել ինչ քանակ եք կիրառում, որովհետև երբ թե լինում արյունահոսություն, մեր հարցը գինեկոլոգների առաջինը քանի պակետ է օրվա մեջ օգտագործում կինը։ Դա իրականում ցուցանիշ է։ Դու կարողանում ես մոտավոր հասկանալ արյան կորուստի ծավալը։ Դա շատ կարևոր է։ Եվ տամպոնների հետ զգուշ լինել։ Լվացումները նույն ձևի արվում են եւ մի հատ էլ շատ կարեւոր հարց է, որը միշտ չեն քննարկում, բայց էլի կարեւոր է սեռական հարաբերությունը դաշտանային ցիկլի ժամանակ, դա էլ է գիգիենայի հետ սերտ կապված հարց, դա ցանկալի չի։ Դա էլ ցանկալի է, որպեսզի դաշտանային ցիկլի ժամանակ սեռական հարաբերություն չլինի։ Դաշտանային ցիկլը ավարտվում է, դրանից հետո էլի ազատ ոչ մի խնդիր։ Շատ լավ, իսկապես ինչպես նշեցիք, թեման բավականին ծավալուն է, ես դեռ հարցեր շատ ունեմ ու վստահեցնում եմ խոստանում եմ բոլոր ռադիոլսողներին, որ դրանք եւս կբարձրաձայնենք, որովհետեւ իսկապես քննարկում ենք այնպիսի հարցեր, որոնք առաջին հայացքից բոլորը գիտեն, բայց չգիտեն, եւ երկրորդն էլ առաջին հայացքից գուցեև ոմանք ամաչում են այս մասին բարձրաձայնել, բայց սրանք իսկապես հենց ուղիղ կերպով առնչվում են իրենց առողջության հետ։ Մեզ թվում է թե դե հիգիենայի ինչ մի այսպես բարձրաձայնելու հարց է, բայց արի ուտես, որ սխալ կազմակերպված հիգիենայի արդյունքում երբեմն կարող ենք նաև խնդիրներ առաջացնել, որոնց մասին արդեն բարձրաձայնեցինք։ Այս ամենը հիմք հանդիսացավ ես վերջի շրջանում, բավական մի 2-3 տարի խորհրդատվության ընթացքում այդ հարցը տալիս եմ, ինչով է կանում լվացումը։ Բոլորը զարմանում են։ Իսկ դա կապ ունի, այո, այսօր դա կապ ունի, որովհետև այսօր կիրառվում է մազահեռացում, այսօր շատ թիթիզ միջոցներ ունենք, որոնք պետքա բժիշկը գոնե թեթև վերահսկի։ Շատ լավ, շնորհակալություն, սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուկյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, ցտեսություն։